Այսօր մեզ է միացել միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանը, բարև ձեզ։ Եվ այսպես, ռուսական հայտնի օրենքի նոր պահանջով Ռուսաստանում գտնվող եւ քաղաքացի չհամարվողները պարտավոր են լքել Ռուսաստանը մինչեւ ապրիլի 30-ը։ Ինչ կա սրա տակ։ Փետրվարի 5-ին ուժի մեջ մտավ արտաքսման ռեժիմ կամ ռեժիմ վիսիլկի օրենքը եւ միաժամանակ ներդրվեց վերահսկվող անձանց ռեեստրը կոնտրոլირуемых лиц։ Բոլոր այն անձինք, ովքեր փետրվարի 5-ի դրությամբ ունեին որևէ խախտում, դա կարող էր լինել միգրացիոն օրենսդրության վարչական խախտում եւ այլն, իրենք հայտնվեցին այս ռեեստրում։ Իրականում այդպես պետք է լիներ, բայց ցավոք ռեեստրում հայտնվեցին նաև մարդիկ, ովքեր չունեին որևէ խախտում եւ նրանց բոլոր փաստաթղթերը օրենքով սահմանված կարգով արված էին, ուժի մեջ էին, ավելին ասեմ, այդ ռեեստրում հայտնվեցին երկքաղաքացիություն ունեցող, այսինքն նաև ՌԴ քաղաքացիություն ունեցող անձինք, որոնց ընդհանրապես ռեեստրը չէր վերաբերվում։ Եվ փետրվարի 5-ից սկսվեց այդ սարսափ մղձավանջը միգրանտների շրջանում, որովհետև ռեեստրում հայտնվելը դա ուղղակի ինչ-որ ցուցակում հայտնվել չէր, դա իրենից ենթադրում էր պատժիչ միջոցներ, առաջինը, ինչպես են մարդիկ իմանում, որ իրենք ռեեստրում են, առաջինը միանգամից սառեցվում են նրանց բանկային հաշիվները։ Եվ մարդիկ չեն կարող իրենց բնակավայրը լքել առանց ոստիկանի թույլտվության, նրանց արգելված է իրականացնել մի շարք գործողություններ, բնակարան գնել, վաճառել, երեխայի ծնունդ գրանցել, ամուսնություն գրանցել, նույնիսկ իրենց ունեցած ռուսական վարորդական իրավունքով մեքենա վարել եւ այլն, այսպիսի բազմաթիվ խստացումներ։ Այդ բոլոր խստացումները վերաբերում են բոլորին, անկախ նրանից ռեեստրում հայտնված անձանց, ովքեր հայտնվել են վերահսկվող անձանց ռեեստրում։ Մենք աշխատանքային միգրանտին պետք է առանձնացնենք այստեղ։ Ոչ, սա վերաբերվում է բոլորին, այդ թվում աշխատանքի նպատակով մեկնածներին։ Բայց ռեեստրի հետ միաժամանակ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագիրը եղավ 1126 հրամանագիրը, համաձայն որի ավելի նոր բան է դա։ Այո, 1126 հրամանագրով փետրվարի 5-ից մինչև ապրիլի 30-ը հնարավորություն տրվեց ռեեստրում հայտնված անձանց կամ օրինականացնել իրենց գտնվելը ՌԴ-ում, այսինքն պակասող փաստաթղթերը, ժամկետանց փաստաթղթերը վերականգնել, կամ լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը, այն ինչի մասին դուք խոսեցիք։ Եթե ոչ, ապրիլի 30-ից հետո նրանց կարտաքսեն Ռուսաստանի Դաշնությունից։ Այսինքն սա իր տեսակի մեջ ինչ-որ առումով ամնիստիայի նման ինչ-որ բան էր, որ թույլատրում է անօրինական կարգավիճակում գտնվող անձանց օրինականացնել իրենց գտնվելը Ռուսաստանի Դաշնությունում։ Դուք հասկացել եք ի վերջո այս պերմանենտ խստացումները միգրացիոն օրենսդրության իրավիճակային լուծումներ են Ռուսաստանում ենթադրում, թե ավելի խորքային process է տեղի ունենում։ Ես ավելի քան վստահ եմ, որ խորքային process է տեղի ունենում եւ ես էլի ձեր եթերում ասել եմ, այս խստացումները այս րոպեական որոշում չեն։ Դեռևս 2018 թվականին արդեն իսկ նախագիծը քննարկվում էր միգրացիոն օրենսդրության խստացումների, պարզապես չհասցրեցին քննարկումները ավարտին հասնել, որովհետև 20 թվականի COVID-ը եղավ եւ դա խանգարեց, որպեսզի լիարժեք քննարկվի եւ ուժի մեջ մտնի, իսկ 22 թվականին, երբ որ արդեն սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, իսկ այնուհետև որից հետո իրենք արդեն սկսեցին խստացումները իրականացնել, իսկ արդեն Կրոկուսի դեպքերից հետո շատ արագ մտցրեցին Դումա եւ մեկ օրում երկու քննարկում անելով, երկու նստաշրջան անցկացնելով, իրենք ուղղակի ընդունեցին այս օրենքները։ Ինչքանով է նման Ռուսաստանի այս օրենսդրական քայլերը Թրամփի օրենսդրական քայլերին Ամերիկայում։ Եթե ընդհանուր առմամբ դիտարկենք, երկուսն էլ միտված է անօրինական միգրանտների կամ օրինականացմանը կամ արտաքսմանը։ Եթե հարգելի Տաթևիկ, Թրամփը ասում է հանցագործներին եք ուղարկել մեր երկիր, մենք պետք է արտաքսենք նրանց։ Ռուսներն էլ նման բաներ ասում։ Ասում են այն հոասելով չի, այս մարդիկ գնում շենացնում են այդ երկրի, չի աշխատում են։ Ես համաձայն եմ ձեզ հետ, բայց անշուշտ իրենք նաև ներկայացնում են
թվեր, որ նաև հանցավորությունն է աճում, երբ որ շատ են լինում անօրինական միգրանտները։ Անշուշտ այստեղ ճշմարտություն կա, ինչ խոսք, եթե միգրանտները անօրինական կարգավիճակում են գտնվում, նրանք նաև չեն կարող օրինակ աշխատել, բնակվել, նրանք պետք է աշխատեն ոչ լեգալ, հարկեր չվճարեն, չերևան դաշտում, այսինքն իրենց անօրինական գտնվելը կարող է բերել նաև տվյալ միգրանտների շահագործման, որպեսզի երկարացնեն իրենց գտնվելը եւ չհայտնվեն իրավապահների տեսադաշտում, որ չարտաքսվեն, իրենք կարող են նաև ինչ որ կեղծ փաստաթղթեր դիմել եւ գնել, ինչը նաև անում են, սա նույնպես հանցագործություն, այսինքն այս տեսանկյունից ես համամիտ եմ, որ անօրինական միգրացիան անշուշտ նպաստում է հանցավորության աճին, բայց ասել, որ դա չգիտեմ, ուղղակի սպառնալիք է, բոլոր միգրանտները սպառնալիք են եւ նրանց դեմ պետք է պայքարել, ես անշուշտ այս հասկացությանը դեմ եմ, որովհետեւ միգրանտները իրենք բերում են իրենց հետ եւ նոր մշակույթ են բերում եւ իրենց հետ բարիքներ են բերում, այսինքն միգրացիան դարձնել այսպես սարսափի մի բան եւ դրանով մեր աշխատող ձեռքը գնում է ուրիշ երկեր անում։ Անշուշտ։ Մենք էլ հիմա հանդիկների ենք ստիպված եղել։ Միանշանակ ես միշտ ասում եմ, որ միգրացիան դա այնպիսի երևույթ է, որին որևէ մեկը չի կարող արգելել, կանխարգելել, չգիտեմ ինչ անեն։ Այսինքն միգրացիան գործոններից կախված է։ Եթե կան ինչ որ մի երկրում ձգող գործոններ, ավելի լավ աշխատանք, լավ պայմաններ, իսկ կան երկիրը, որտեղ ապրում է մարդը, կամ վանող գործոններ, այսինքն այդ պայմանները չկան, անշուշտ նա մեկնելու է այնպիսի երկիր, որտեղ այդ պայմանները կան, բոլորն էլ ցանկանում են լավ ապրել։ Կա աշխատանք, լավ վարձատրություն, հնարավորություններ։ Ուստի այստեղ ամբողջ հարցը նրանում է, որ այո, պետք է պայքարել անօրինական միգրացիայի դեմ, այսինքն անօրինական, անկանոն կարգավիճակում գտնվելը պետք է մինիմալի հասցվի։ Դուք ասում եք, Ռուսաստանի Դաշնության սահմանապահը կարող է օդանավակայանից կամ սահմանից հետ ուղարկել մարդուն առանց հիմնավորման։ Այո, ինքը մարդուն կարող է նույնիսկ չասել պատճառը, որովհետև եթե ինքը հիմնավոր կասկած ունի, ինքը իր ներսում ունի կասկած, որ տվյալ անձը կարող է նաև չասել, այո, որ այդ տվյալ անձը կարող է սպառնալիք հանդիսանալ իր պետության անվտանգությանը, ինքը ունի այդ իրավունքը տվյալ անձին ներս չթողնելու Ռուսաստանի Դաշնության տարածք։ Ես մեր քաղաքացիների առումով կարող եմ ասել, որ ճիշտ է թիվը փոքր է, ում ներս չեն թողում եւ մարդիկ, ովքեր նույնիսկ առաջին անգամ էին փորձում մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն եւ սահմանապահը ետ է ուղարկել առանց բարձաբանելու ինչի համար, արդեն գիտենք, որ այդ մուտքի արգելքը իրենց հետ են ուղարկում եւ դրվում է մուտքի արգելքը դնում է Ռուսաստանի անվտանգային ծառայությունը, ՖՍԲ-ն է դնում եւ այդ արգելքը անժամկետ է ու նույնիսկ հնարավոր չի բողոքարկել, որովհետեւ միևնույն է դատարանները այդ որոշումը չեն չեղարկելու։ Հիմա մենք Երևանում շատ ենք հանդիպում եւ ամբողջ Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների, որոնք իրենց լավ են զգում Հայաստանում։ Հիմա ըստ այդմ այն օրենսդրությամբ, որը մենք ենք կիրառում նրանց նկատմամբ, համարժեք է այն օրենսդրությանը, որը կիրառում է Ռուսաստանը Հայաստանից գնացածների նկատմամբ։ Ոչ, համարժեք չի, մեր միգրացիոն օրենսդրությունը բավականին լիբերալ է, իսկ ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամ երկրի քաղաքացիներին, առավել եւս, որովհետեւ մենք ԵԱՏՄ համաձայնագրի բոլոր կետերը ամենայն պատասխանատվությամբ կատարում ենք։ Մյուս կողմից ես պետք է նշեմ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև, եթե չեմ սխալվում 1995 թվականին կամ 98 տարեթվերի մեջ գուցե մի փոքր շփոթեմ, կա միջպետական համաձայնագիր, համաձայն որի եթե Ռուսաստանի Դաշնության քաղաքացին գալիս է Հայաստան եւ Հայաստանի քաղաքացին մեկնում է Ռուսաստանի Դաշնություն, եթե նա այնտեղ որևէ հասցե, այսինքն ի սկզբանե ասում է իր բնակության հասցեում հաշվառվում է, ապա մինչև հաշվառումից դուրս գալը դա հավասարեցված է կացության կարգավիճակի։ Ինքը լիովին պետք է օգտվի բոլոր կանոններից։ Այդ օրենքը, այդ միջպետական համաձայնագիրը ոչ մի օր Ռուսաստանի Դաշնությունում չի գործել, բայց Հայաստանի Հանրապետությունում գործում է եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները բավական է գան Հայաստան, այստեղ իրենց բնակության հասցեում որպես օտարերկրացի հաշվառվեն եւ նրանք այստեղ օրինական կարող են բնակվել անժամկետ մինչև տանտերը կորոշի կամ հաշվառումից հանի կամ իրենք կորոշեն հաշվառումից դուրս գալ, այսինքն իրենց
հաշվառումը հավասարեցված է կացության կարգավիճակի։ Իսկ Հայաստանի քաղաքացիները հաշվառումից հետո, որպեսզի կարողանան Ռուսաստանի Դաշնությունում բնակվել, նրանք պետք է ունենան կամ աշխատանքային պայմանագիր, կամ առանձին կացության կարգավիճակ, կամ բնակության թույլտվություն, այսինքն ՌՎՊ, վիտնաժիծство, այլապես նրանք արդեն իսկ 25 թվականի հունվարի 1-ից սկսած տարվա ընթացքում գումարային 90 օրից ավել չեն կարող գտնվել Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Այս խստացումների ֆոնին Հայաստանից մեկնողը առավելապես աշխատանքային միգրանտը, մենք գիտենք ովքեր են ավելի շատ գնում Ռուսաստան, ունի օրինական հնարավորություն Ռուսաստանում բնակվելու ապրելու։ Այո, եթե ինքը կնքում է աշխատանքային պայմանագիր կամ ընտանիքը, անդամները։ Այո։ Ուրեմն դեռևս համաձայն ԵԱՏՄ համաձայնագրի, կարծեմ 98-րդ հոդվածն է, որ վերաբերվում է աշխատանքային միգրանտների ընտանիքի անդամներին։ Եթե աշխատանքային միգրանտը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն եւ կնքում է աշխատանքային պայմանագիր, օրինակ 1 տարի ժամկետով, եւ այդ պայմանագրի ժամկետով կարողանում է երկարացնել իր ռեգիստրացիան, իր գտնվելը օրինական, ապա ինքը նույն պայմանագրով կարող է երկարացնել նաեւ իր ընտանիքի անդամների գտնվելը։ Այստեղ միանգամից ուզում եմ մեր Ռուսաստանում գտնվող սիրելի հայրենակիցներին զգուշացնել, խոսքը վերաբերում է օրինական ընտանիքին։ Ինչու եմ սա շեշտում, որովհետև ցավոք այնպես է ստացվել, որ ինձ այդ հարցով արդեն բավականին շատ դիմել են։ Քաղաքացին մեկնել է, կնոջը չունի ՔԿ մարմիններում գրանցված ամուսնության վկայական, երեխաների ծննդյան վկայական չկա հոր ազգանունը, այսինքն մայրը, միայնակ մայր է, իր երեխաները իր ազգանուն են։ Եվ ինքը փորձում է իր պայմանագրով երկարացնել կնոջ եւ երեխաների, իհարկե թույլ չեն տա, որովհետեւ իրենք գեղեցիկ աչքերին չեն հավատում։ Պետք է լինեն փաստաթղթեր։ Այնպես որ սիրելի հայրենակիցներ, իսկ խնդրում եմ մինչև մեկնելը պարզապես կարգի բերեք ձեր փաստաթղթերը։ Ձեր կնոջ հետ ունեցեք գրանցված ամուսնություն, ձեր երեխաների ծննդյան վկայականներում լինի ձեր անունը, ձեր ազգանունը, այլապես դուք ձեր աշխատանքային պայմանագրով չեք կարող նրանց գտնվելը Ռուսաստանի Դաշնությունում երկարացնել 90 օրից ավել։ Լավ, այսպեսով օրենքի խստացումները ուր են տանում, ենթադրում են արտաքսումների նոր ալիք։ Այո։ Եվ երբ սպասել այդպիսի բանը, եթե դա կարող է։ Ես արդեն նշեցի, որ նախագահի 1126 հրամանագրի համաձայն մինչև ապրիլի 30-ն է տրված ժամկետը։ Հիմա քննարկվում է հնարավոր է երկարացի, թե ոչ, առայժմ ոչինչ որոշված չի, դեռևս վերջնաժամկետը համարվում է ապրիլի 30-ը։ Ուստի բոլոր նրանք, ովքեր հայտնվել են վերահսկվող անձանց ռեեստրում, ունեն ընդամենը ժամանակ մինչև ապրիլի 30-ը կարգի բերելու իրենց փաստաթղթերը կամ լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը, այլապես ապրիլի 30-ից հետո իրավապահ մարմինները պնդում են, որ կսկսվեն արտաքսման գործընթացները, բոլոր նրանք, ովքեր անօրինական կլինեն։ Ես քանի որ արդեն փետրվարի 5-ից սեփականություն ունեն, բանկային հաշիվներ ունեն։ Այստեղ մի հետաքրքիր բան ավելացնեմ, որ մարդիկ կան, որ ունեն օրինակ կացության կարգավիճակ, վիտնաժիծstvo, եւ եթե երկու ադմինիստրատիվ խախտում են արել իրենք, դա օրինակ նշանակում է շենքի տարածքից 15 մետրից մոտիկ իրենք ծխել են։ Երկու անգամ այդպիսի խախտում է ոստիկանը արձանագրել եւ ամեն մեկի համար 500 ռուբլի տուգանք է գրել։ Նույնիսկ եթե վճարում են այդ տուգանքը կամ չեն վճարում, սա նշանակում է, որ անձը արդեն ունի երկու վարչական խախտում, երկու վարչական խախտման։ Եվ Ռուսաստանում նրա մնալ անցանկալի է արդեն։ Անցանկալի չի, մուտքի արգելք են դնում 3 տարի եւ կարող են նույնիսկ այս խստացումների արդյունքում չեղարկել նրա կացության կարգավիճակը, վիտնաժիծествան։ Դրա համար ես խնդրում եմ հնարավորինս ուշադիր եղեք ձեր տուգանքների հետ կապված։ Հաջորդ կարևոր պայմանը։ Փետրվարի 5-ից սկսած ինձ անընդհատ զանգահարում են մարդիկ, որ իրենց բոլոր փաստաթղթերը կարգին են։ Իրականում այնպես է ստացվել, որ 500-ի շուրջ դիմողներ եղել են եւ շուրջ 40%-ը, որ հայտնվել է ռեեստրում, իրապես փաստաթղթերի խնդիր չի ունեցել։ Բայց 60%-ը, որոնք էլի դիմել են եւ որոնց գործերը մենք դիտարկել ենք, իրենք կարծում են, որ իրենք չունեն խախտում, բայց արդյունքում պարզվում է, որ օրինակ իրենք տեղյակ չեն, որ բուժզնման տեղեկանքի ժամկետը 12 ամիս է եւ իրենք չունեն այս տարվա համար, այո, իրենք 2 տարի առաջ անցել են բուժզննում, հանձնել են մատնահետք, ստացել մատնահետքի կանաչ քարտը եւ կարծում են, որ այդ քարտը, որը 10 տարի ժամկետով է, նաեւ վերաբերվում է բուժզնմանը։
ոչ դա վերաբերվում է միայն մատնահետքին։ Բուժզնման տեղեկանքները պետք է թարմացնել յուրաքանչյուր 12 ամիս մեկ եւ շատ են այն մարդիկ, ովքեր հայտնվել են ռեեստրում հենց միայն նրա համար, որ վերջին 1-2 տարվա ընթացքում իրենք ուղակի հերթական անգամ բուժզննումը չեն անցել։ Ձեր նշած ռեեստրը արդեն սև թղթի տպավորություն է։ Այո, հենց այդպիսին էլ կա, ինքը շատ ծանր բան է, որովհետև մարդիկ բացարձակապես դառնում են խիստ սահմանափակ իրավունքներով, այո, ով հայտնվեց։ Նույնիսկ նրանք, ովքեր փաստաթղթի խնդիր չունեն, երկար process է, մինչև դիմում են գրում միգրացիոն հարցերի գլխավոր գերատեսչություն, Главное управление по вопросам миграции, process-ը տևում է մի քանի օր, մինչև դիտարկում են փաստաթղթերը, մինչև հանում են, այսինքն մարդը նույնիսկ օրինական կարգավիճակում գտնվելով հայտնվում է այսպիսի process-ների մեջ։ Իսկ ինչպիսի process-ում են հայտնում նրանք, ովքեր այսպիսի փաստաթղթերի խնդիր ունեն։ Ցավոք շատերը տեղյակ չեն, որ ուղակի իրենց տան տիրոջ հետ, որտեղ իրենք ապրում են, ունենալ քաղաքացիաիրավական պայմանագիր, այսինքն ծառայությունների մատուցման պայմանագիր, բավարար չէ, որ իրենք համարվեն, որ իրենք աշխատող են, եթե իրենց համար հարկեր չի վճարվում, կամ իրենք, կամ եթե այդ պայմանագրում նշված է, ապա գործատուն պետք է հարկեր վճարեն, եթե չեն վճարում, այդ պայմանագիրը ուղղակի թղթի կտոր է, կարող են համարել դա կեղծ փաստաթուղթ եւ դա էլ չեղարկել։ Այսինքն այնպիսի հարցեր կան, որոնց մասին մեր քաղաքացիները տեղյակ չեն, իրենք կարծում են, որ իրենց բոլոր փաստաթղթերը կարգին են, հատկապես նրանք, ովքեր զանգելուց հետո ասում են, մեր գործանողը ում փող էինք տվել, այս փաստաթղթերը մեզ համար սարքել է, արդյունքում իրենք փողով գնում են կամ մուտքի արգելք, կամ փող են տալիս եւ հայտնվում են ռեեստրում, որովհետեւ իրենք տեղյակ չեն, որ իրենց այդ փաստաթղթերի ցանկը կամ իրենց ռեգիստրացիան է կեղծ, կամ աշխատանքային պայմանագիրը, որով հարկեր չեն վճարում եւ այլն։ Այսպիսի չիմացության արդյունքում, կարծելով, որ իրենք օրինական են գտնվում, մարդիկ հայտնվում են այս ռեեստրում, բայց շատ զգուշ է պետք լինել, որովհետեւ եթե դեռ ժամանակ ունենք մինչեւ ապրիլի 30-ը օրինականացնելու փաստաթղթերը, արդեն իսկ ժամկետը ավարտված փաստաթղթերը նորոգելու, ապրիլի 30-ից հետո եթե ժամկետ չերկարացնեն, ապա մենք դրա հնարավորությունը չենք ունենալու։ Լինելու է վիսիլկա, այսինքն ուժի մեջ է մտնելու ռեժիմ վիսիլկի։ Կա կասկածանք ձեր մոտ, որ որոշ երկրների նկատմամբ հատուկ խստացում է իրականացում։ Հետ խորհրդային տարածքի մասին է խոսքը։ Հատկապես միջին ասիական, ամենաշատ նրանք են տուժում այս օրենքից։ Միգուցե նաև պայմանավորված նրանով, որ իրենք նաև թվով են ավելի շատ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն հոսքերի 86 թե 89%-ը Ուզբեկստանի, Տաջիկստանի եւ Ղրղստանի քաղաքացիներն են միասին։ Մենք միշտ եղել ենք 3-3.5%, մենք շատ փոքր թիվ ենք այդ ամբողջ հոսքերի մեջ, բայց մեր թիվը մեծ է մեր երկրի բնակչության հետ համեմատած եւ տարեկան շուրջ 100,000 աշխատանքային միգրանտ, 250,000 ընդհանրապես միգրանտ ունենալը Ռուսաստանի Դաշնությունում, այսինքն ընտանիքի անդամ, ուսանող եւ այլն, սա բավականին մեծ թիվ է մեզ համար։ Տեսեք, մենք խոսում ենք խստացումների դրա հետևանքների մասին, այդ ֆոնին Ռուսաստանի հետ չվերթների քանակը գնալով ավելանում է։ Բայց դա ինչ է։ Պարադոքս։ Ես համաձայն եմ ձեզ հետ, բայց առայժմ մենք չունենք ալտերնատիվ Ռուսաստանի Դաշնությանը եւ եթե մարդիկ մեկնում են աշխատելու, փնտրելով պայմաններ, որովհետեւ հետաքրքիր բան ձեզ ասեմ, չնայած նրան, որ ռուբլու կուրսը բավականին իջել է եւ չունի այն արժեքը, ինչ որ ուներ օրինակ 5 տարի առաջ եւ նաև դա նպաստել է որոշակի թվով, որ մոտ 30% նվազել է մեր միգրացիոն հոսքերի դեպի Ռուսաստանի Դաշնություն, չնայած որ չվերթները ավելանում են։ Այնուամենայնիվ երկրորդ երեսն էլ կա այս մեդալի, այն է, որ նրանք, ովքեր միևնույն է աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում կամ ունեն այնտեղ ինչ որ բիզնես, թեկուզ փոքր, ավելի նախընտրելի է, քան Հայաստանը։ Իրենք նախընտրում են ընտանիքներին տանել, որովհետև չնայած ռուբլու կուրսը մեզ մոտ բավականին ցածր է, Ռուսաստանում այդ ռուբլին շարունակում է իր գնողունակությունը պահպանել եւ իրենք որpիսի երբ որ ուղարկում են Հայաստան իրենց աշխատած գումարը կիսվում է, իսկ այնտեղ այդ գնողունակությունը պահպանում է ու գերադասում են ընտանիքին տանել։ Բայց պետք է հաշվի առնել, որ ապրիլի 1-ից արդեն ուժի մեջ մտավ, երեխաներին դպրոց չեն ընդունի, եթե նրանք ռուսերեն չիմանան եւ քննություն չտան։ Այսինքն այդ խստացումները միայն չեն վերաբերվում չափահաս, մեծահասակ միգրանտներին, դա վերաբերվում են բոլոր միգրանտներին։ Շնորհակալություն, որ եկաք, հուսով եմ մենք օգտակար գործ կատարեցինք այսօր։ Տաթևիկ Բեժանյան, միգրացիոն փորձագետ։